Ողջույն սիրելի աղեղնավորներ, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են աղեղնավոր նշանի ներքո։ Դե ինձ սիրելիներս հասկանում են, որ շատ եմ ուշացրել ձեր հոլովակը, ներողամիտ եղեք, ձայնային խնդիր ունեի, այդ իսկ պատճառով հնարավոր չէր ընդհանրապես խոսել։ Եվ այժմ շատ արագ կանրադառնամ ձեր սեպտեմբեր ամսվան։ Տեսեք, սեպտեմբեր ամիսը մեզ մոտ նախապատրաստական ամիս է, եւ այստեղ մինչև ամսի 15-ը մի փոքր դանդաղ են տեղի ունենում գործընթացները, որոնք կարող են կապված լինել աշխատանքի հետ, կարիերայի հետ, պաշտոնի հետ կամ ինչ-որ ամուսնական կարգավիճակի հետ։ Սակայն այստեղ մենք փորձում ենք եւ տրամադրվել եւ հոգեբանորեն նախապատրաստվել, որովհետեւ հոկտեմբեր ամսին ունենք արդեն արևի եւ լուսնի խավարումներ, որոնք տեղի են ունենալու արդեն ձեր 11-րդ եւ 5-րդ ոլորտներում։ Արդեն ամսի 15-ի նորալուսինը կարող է շատ բան ցույց տալ, թե ինչպիսի փոփոխություններ կարող են լինել հոկտեմբերի 14-ի արևի խավարումով։ Այնպես որ շատ ուշադիր ենք լինում եւ նաեւ եթե ունենք շատ կարեւոր գործեր, հարցեր, առողջության հետ կապված, փորձում ենք դա լուծել սեպտեմբեր ամսվա երկրորդ կեսին, հատկապես ամսի 15-ից մինչև 30 ընկած ժամանակահատվածում, որպեսզի դրանք չիրականացնենք հոկտեմբեր ամսին, հատկապես խավարումների միջանցքում։ Դե ինչ սեպտեմբերի 4-ից ձեր գլխավոր մոլորակ Յուպիտերը, որը ամբողջ ամսվա ընթացքում 6-րդ ոլորտում է, սկսում է իր հետ ընթացը ձեր 6-րդ ոլորտում։ Սիրելիներս, հավանաբար շատերի թվում սեպտեմբերի 4-ից հետո մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը այստեղ աշխատանքային նախկին հարցեր կարող են առաջանալ, այսինքն նախկին աշխատավայրից կարող են ձեզ կանչել կամ այնպիսի աշխատանք կարող են ձեզ առաջարկել, որը նախկինում նմանատիպ ինչ-որ մի բան է կարել, կամ հնարավոր է ձեր աշխատավայր գա այնպիսի մարդ, որի հետ նախկինում աշխատել եք, այսինքն այստեղ Յուպիտերը հետընթաց վիճակում 6-րդ ոլորտում բերում է անցյալից ինչ-որ բաներ, որոնք կապված են աշխատանքի հետ, միգուցե նաև նախկին աշխատավարձի չափը։ Սակայն սիրելիներս, այստեղ 6-րդ ոլորտը նաև առողջության հետ է կապված, հնարավոր է այստեղ սեպտեմբերի 4-ից հետո ձեզ մոտ նախկին քրոնիկ բնույթի ուրեմն հիվանդությունները գլուխ բարձրացնեն։ Սակայն մենք գիտենք, որ Յուպիտերը աղեղնավորի գլխավոր մոլորակն է, ուստի Յուպիտերից պետք չէ սպասել ինչ-որ բացասական իրողություններ։ Հենց նույն սեպտեմբերի 4-ից էլ Վեներա մոլորակն է սկսում իր առաջընթացը ձեր 9-րդ ոլորտում։ Սա իհարկե շատ ողջունելի է, որովհետև հուլիս-օգոստոս ամիսներին Վեներան եղել էր հետընթաց եւ շատ աղեղնավորների մոտ, հատկապես փաստաթղթային հարցերը, ճամփորդությունների մեկնելու հարցերը, կամ ասենք բուհերի հետ կապված հարցերը, քննությունները, դատական պրոցեսները, այս ամենը ուրեմն մի փոքր այնտեղ ձգձգվում էր, չէր ստացվում եւ այժմ սեպտեմբերի 4-ից հետո աղեղնավորները արդեն ամբողջությամբ կարող են իրականացնել իրենց, ենթադրենք, դատական պրոցեսները կամ ասենք ինչ-որ փաստաթղթային հարցեր։ Այստեղ ամսի 15-ին ունենք նորալուսին։ Նորալուսինը տեղի ունենում ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելիներս, սա շատ կարևոր նորալուսին է ձեզ համար շատ կարևորագույն ոլորտում է տեղի ունենում եւ հենց նույն օրը Մերկուրի մոլորակն է, որը ամբողջ ամսվա ընթացքում կրկին 10-րդ ոլորտում է, սկսում է առաջ շարժվել ի վերջո, այսինքն մինչեւ ամսի 15-ը մեզ մոտ մի փոքր ձգձգվող վիճակ է։ Սա կարող է կապված լինել, ենթադրենք, աշխատանքի փոփոխության հետ, կարիերայի, պաշտոնի, այստեղ նաև հնարավոր է, եթե դուք ասենք ամուսնալուծվում եք կամ ամուսնանում եք, այստեղ այդ թեմաները նույնպես շատ արդի են ձեզ համար, ամսի 15-ից հետո ուրեմն նորություններ են սպասվում արդեն այս ոլորտում, հնարավոր է նոր աշխատանք առաջարկեն, հնարավոր է ձեզ ամուսնություն առաջարկեն, այնպես որ սիրելիներս, եթե դուք միայնակ եք, ապա ամսի 15-ից հետո այդ ամենը շատ հավանական է։ Եվ ամսի 15-ից
հետո նշեցի արդեն Մերկուրին է առաջընթաց էր 10-րդ ոլորտում, ինչը նշանակում է շատ ակտիվանում է շփումները հենց այդ հողի վրա, այսինքն այստեղ դուք ոնց որ ակտիվորեն ծանոթանում եք կամ այստեղ Մերկուրին կարող է նաև նոր մարդկանց բերել ձեր աշխատավայր, 10-րդ ոլորտը ի վերջո սա մեր պաշտոնն է, մեր կարիերան է եւ այստեղ Մերկուրին կարող է պարզապես սուրհանդակ հանդիսանալ նմանատիպ աշխատանքի համար։ Ամսի 16-ն է լարված լինելու, որովհետեւ ձեր գլխավոր մոլորակ Յուպիտերը 6-րդ ոլորտից լարված քառանկյուն է կազմում Վեներայի հետ, որը նշեցի 9-րդ ոլորտում է։ Սիրելիներս, ամսի 16-ին մեկն միշտ հիշում ենք, որ առողջության հետ կապված հարցերին շատ ուշադիր ենք լինում, որտեղ հնարավոր է վատանա ձեր ինքնազգացողությունը, եթե ասենք ունեք արդեն առողջական ինչ-որ խնդիր, այդ օրը հնարավոր է ձեզ վատը զգաք։ Նաև այդ օրը խորհուրդ չեմ տա ճամփորդել, ինքնաթիռ նստել, կդատական ինչ-որ պրոցեսների մեջ ներքաշվել կամ ինչ-որ փաստաթղթային հարցերով այցելել պետական հաստատություններ, որովհետև այդ ամենը դրական լուծում չի ունենալու, այնպես որ ամսի 16-ին դուք կմնաք դժգոհ այդ ամենից, այնպես որ խուսափեք այդ օրը ինչ-որ նմանատիպ կարևոր գործ կատարելուց, նաև խորհուրդ չեմ տա ամսի 16-ին բժշկի այցելել։ Եվ այստեղ ունենք ամսի 29-ին ունենք Լիալուսինը տեղի է ունենում ձեր 5-րդ ոլորտում։ Սիրելի աղեղնավորներ, արդեն հյուսիսային հարավային առանցքը, ուրեմն կետերը տեղափոխվել են ձեր 5-րդ եւ 11-րդ ոլորտներ, այդ առանցքի վրա են գտնվում եւ նշանակում է արդեն այս աշնանից սկսած, հոկտեմբեր ամսից սկսած, այստեղ տեղի ունենալու առաջիկա 2 տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ եւ շատ աղեղնավորների մոտ շատ հավանական է, որ երեխաների հարցը առաջանա։ Այստեղ ամսի 29-ի Լիալուսինը նույնպես այդ հարցը արդեն ինչ որ չափով շոշափում է, որովհետեւ 5-րդ ոլորտը առաջին հերթին երեխաներն են եւ երեխայի հետ կապված ինչ որ հարց պետք է լինի, որը դուք պետք է լուծեք, շատ կարևոր հարց, հնարավոր է այդ օրերին երեխա է ծնվում, հնարավոր է այդ օրերին ձեր երեխան է ամուսնանում, հնարավոր է երեխայի առողջության հետ կապված ինչ-որ հարց կա։ Նաև այստեղ 5-րդ ոլորտը ներկայացնում է ձեր հանգիստը, հնարավոր է ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին լրանում են ձեր հանգստյան օրերը եւ դուք արդեն պետք է անցնեք լիարժեք աշխատանքային գրաֆիկի։ Նաև 5-րդ ոլորտը ներկայացնում է սիրահարվածության զգացումը, եթե մինչ այդ ունեիք այդպիսի զգացում ինչ-որ մեկի նկատմամբ, ապա ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին միգուցե դադարեցնեք այդ մարդու հետ շփումը, ասենք հիասթափվեք այդ մարդուց կամ հնարավոր է լրիվ այլ հարթակ տեղափոխվի ձեր հարաբերությունները մի փոքր ավելի պաշտոնական բնույթ ստանան, այսինքն այստեղ մենք պետք է ունենանք որոշակի արդյունք տվյալ թեմայի հետ կապված։ Դեն սիրելիներս, այսքանը սեպտեմբեր ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ